24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Քաղաքական ուժերը ավարտել են քարոզարշավը եւ արդեն ամփոփիչ հանրահավաքներն են իրականացնում, 3 ուժեղ Հայաստան կուսակցության հանրահավաքներ, մասնակիցները նշում են, որ շատ ուժեղ էներգետիկա կար, մարդկանց թիվը մեծ էր, թեև հրապարակումները հակասական էին, իշխանամերձ լրատվամիջոցները քիչ մարդիկ են հրապարակում, ընդդիմադիրները ավելի շատ մարդկանց մասին են խոսում, ամեն դեպքում ձեր տպավորությունները եւ ընդհանուր առմամբ քարոզարշավի ավարտը ինչպես կամփոփեք։ Ակնհայտ է, որ երեկվա հանրահավաքը բավականին բազմամարդ էր եւ էական չէ հիմա մի 10,000 այս կողմ այն կողմ հիմա տարբեր հաշվարկներ, տարբեր տեսակետներ կան, բայց այն, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ուզում է փոփոխություն եւ ոչ միայն այն մարդիկ, ովքեր հրապարակում էին, այլ ամբողջ հանրապետությունում այս քարոզարշավի ընթացքում նկատվում է այդ ցանկությունը, այդ սպասումը եւ շատ կարեւոր է, որ հասարակությունը ոչ միայն ուզում է ամեն գնով այս իշխանությունից ազատվել, այլ ուժեղ Հայաստան դաշինքի մեջ տեսնում է այն ուժը, որը կբերի փոփոխություններ եւ առկա խնդիրները կլուծի, որովհետեւ երկար ժամանակ նաեւ կար այնպիսի մտահոգություն, որ լավ Նիկոլը գնա, բա հետո ինչ է լինելու, եւ տեսնում եմ, որ այս թիմը ունակ է այն խնդիրները, որ այս տարիների ընթացքում կուտակում է լուծել, քարոզարշավի ընթացքում բավականին դրական էներգետիկայով մթնոլորտ էր եւ ես վստահ եմ, որ այդ ամենը հունիսի 7-ի քվեաթերթիկներով կարտահայտվի եւ հասարակությունը ի վերջո ընտրություններով կիրականացնի իշխանափոխություն։ Նկատելի է, որ մարդկանց մոտ մի տեսակ հավատքը ավելացել է, որ կարող են ինչ-որ բան փոխել։ Այո, եթե հիշենք, բազմիցս զրուցել ենք ձեզ հետ էլ, որ չէ, տենց ընտրություններով հնարավոր չէ իշխանափոխություն, այս իշխանությունը հնարավոր չէ հեռացնել, բայց հասարակությունը ամեն օր կարելի է ասել ոչ միայն երեկվա հանրահավաքի այդ էներգետիկան եւ նաեւ հասարակության ուղերձը տրամադրությունը նայելով մարզերում մեր բազմաթիվ շփումները ցույց են տալիս, որ հասարակությունը ոչ միայն ուզում է փոփոխություններ, այլ հավատում է, որ ընտրություններով հնարավոր է հասնել այդ փոփոխությունների, չնայած իշխանությունների տարաբնույթ վարչական ռեսուրսների կիրառմամբ, ապօրինի այդ գործընթացներ, որ իրականացնում են ընդդիմադիր տարբեր հատվածների նկատմամբ, հասարակությունը հավատում է, որ իր քվեարկությամբ հնարավոր է իշխանափոխություն։ Հանրահավաքներով կարող եք չափել օրինակ կամ եզրակացության գալ, թե ինչ պատկեր կձևավորվի։ Օրինակ վաղն էլ Փաշինյանի հանրահավաքն է, հավանաբար շատ մարդ կարող է լինել։ Բնական է, որ վաղը ակնկալվում է վարչական ռեսուրսի տոտալ կիրառում, հա, այսինքն մարզերից, բոլոր տեղերից պետական համայնքային ծառայողները գալու են հանրահավաքի, որը բազմիցս տեսել ենք, որը նաև տեսնում ենք հիմա այդ մարզեր այցելություն, հա, այսինքն ընդհանրապես այստեղ Երևանում մեծ է ինչ-որ պատկեր ենք տեսնում, բայց երբ որ մենք մարզերում նաև զրուցում ենք մեր թիմակիցների հետ, կնահայտ է, որ ՔՊ-ի այդ մարզային այցելությունների ժամանակ գրեթե ճնշող մեծամասնությունը իրենց այդ ուղեկցող այդ ուրախ ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ժողովուրդն են եւ տեղի մարդիկ շատ քիչ են, նույնը սպասվում է վաղը, որ ամբողջ երկրով կարծեմ նաև արդեն այդ մարդկանց դեմքերն էլ է հայտնի եւ լրագրողները դուք էլ կտեսնեք, թե մարզերից այցելողների ճնշող մեծամասնությունը պետական համայնքային ծառայողներ են, որ ես ցավ եմ նշում եւ դավակի հանցագործություն է։ Ինչը 2021-ին էլ էր կիրառվում։ Դա հանցագործություն է։ Ես հիշում եմ, որ հանրապետության հրապարակում մեծ ավտոբուսները հեռու կանգնած այն բարքերը ինչի դեմ 11 թվականին պայքարում էին, իսկ նախկինների այդ վարչական ռեսուրսի կիրառումը, հիմա կրկնվում է։ Ընդ որում ասեմ, մարզերում հիմնականում հենց այսօր ՔՊ-ի քարոզարշավին նաև այդ վարչական ռեսուրսի կիրառման համակարգողները հենց նախկին իշխանության այդ լոկալ ներկայացուցիչներն են, ովքեր տասնամյակներով այդ ընտրակեղծիքների մեծ փորձ ունենալով հիմա տրանսֆեր են արել դեպի ՔՊ-ի թիմ եւ այո, ցավոք տեսնենք, բայց դա մեծ ազդեցություն չի ունենալու, ընդհանրապես մի քանի ֆոտոներ, սելֆիներ են անելու, այսինքն դա որ հասարակության վրա չի ազդում, դա հասարակությունը գիտակցում է, որ այս ընտրությունները բավականին կարևոր են եւ անկախ նրանից իշխանությունը ինչ վարկագիծ է դրսևորում, պետք է չվախենան եւ ընտրություններով նաեւ ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր գալու են վաղվա հանրահավաքին, այդ մարդիկ, ովքեր նաեւ տասնամյակներով, նույն թեկուզ դպրոցների աշխատողներ, մանկապարտեզների
վախի մթնոլորտի մեջ, նաև ինչքան էլ որ ասում ենք, բայց միևնույնն է, պետք է ընդունել, հասկանալ մարդկանց, որ հնարավոր է մարդիկ վախում են աշխատանք կորցնել կամ հիմա շատ հաճախ այնքան է Անկամ կարող են ստորությունը քարոզարշավին մասնակցել, բայց չընտրել այդ այնքան է ստորությունը, որ մարդկանց ոչ թե վախեցնում են իրենց աշխատանք կորցնել, այսինքն ընտանիքի անդամի, բարեկամի, որ մարդիկ ավելի, ըստ ասած, վատ դրության մեջ մայ դուք պետքա գաք հանրավաքի, թե չէ ձեր մորքուրին, քեռուն գործից կազատենք, ոնց որ ընտանիքի մեջ են ավելի շատ տենց խժդժություններ, վախեր սերմանում։ Այո, ես վստահ եմ, որ մարդիկ նաև այս վարքագծից ավելի են լարվելու իշխանության դեմ եւ հենց այդ վաղվա հանրավաքի եկողների մեծ մասը նաև իրենց չի ընտրել։ Բուզարկություններ են ամեն դեպքում իրականացվում տարբեր գրասենյակներում, տարբեր կուսակցությունների, նաև մամուլում տեղեկություններ կան, որ ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակից են ուզում պատգամավորի տեխնացուների նկատմամբ քրեական գործեր հարուցել եւ այլն։ Հնարավոր է այս 2-3 օրվա ընթացքում մեծ ճնշումների ականատես լինենք։ Վարկանայտը որ իշխանությունը տեսնում է, որ իր վարկանիշը ինքան ցածր է, որ վերընտրվելու որևէ շանս չունի եւ այս գործընթացների իրավապահ մարմինների բացառապես իշխանության հակակարոզի գործիք են հանդիսանում։ Թափս եթե կա ենթադրյալ հանցագործություն, դա իրավապահ մարմինների գործն է։ Բայց մենք ինչի ենք ականատես լինում, որ ամեն օր ինչ-որ ձայնագրություններ են հրապարակում, որի որևէ իրավական տրամաբանություն ես չեմ հասկանում։ Լավ, եթե ինչ-որ մարդիկ ենթադրյալ հանցագործություն են կատարել, բացահայտել եք, դատանի որոշմամբ գաղտնալսել եք, ինչ-որ հիմքեր ունեք, գնացեք ձեր ճանապարհով։ Ինչ պարտադիր է դա, ինչ որ Ինչու են հրապարակում նկատի ունեք։ Հենց քննչական կոմիտեն ինքն է հրապարակում։ Դե քաղաքական կոմիտեն, ասենք եթե ինչ որ մի համայնքում ինչ որ մեկը, ինչ որ Պողոսը Պետրոսի հետ հեռախոսազանգ է ունեցել, ենթադրյալ ասենք ինչ որ 100,000 դրամ փող է վերցրել։ Դա էս երկրի համար այդ ինչ մի կարևոր ենթադրյալ հանցագործություն է, այսինքն քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն ամսվա ընթացքում հարյուրավոր հանցագործություններ է, չէ՞, բացահայտում, բայց այդ ինչի դրանց մասին ինֆորմացիա չկա։ Այսինքն նա մեկը գնացել է ինչ որ մեկի տնից գողություն է արել, մեքենային գողան, բա դրանք է հրապարակեք, ամեն օր մի հատ վիդեոներ սարքեք, հրապարակեք, այսինքն ակնհայտ է, որ սա քարոզչական բնույթ է կրում եւ իրավապահ մարմինների առաջին ֆունկցիան այսօր քաղաքական գործառույթ իրականացնելն է, որովհետեւ եթե կա հանցագործություններ, հա գնացեք, բացահայտեք, տարեք դատարան այդ մարդը, դա որ ակնհայտ է, որ այս վստահ եմ, որ նախ որևիցե մի բացահայտումը, որ իրականացրել են չկա դեռ դատանի որոշում, այսինքն անմեղության կանխավարկած կա, նույնիսկ եթե ինչ որ դրվագներում կան հանցագործություններ, դա չի կարելի պրոյեկտել ամբողջ ընտրական process-ի վրա, ասենք 1-2 դրվագ, որ կարող է հիմա 5-10 հոգու շրջանակներում, որ մենք ունենք նաև տեղեկություններ, որ այդ ձայնագրությունների մյուս կողմը ներդրված մարդիկ են, որ դրանք ոչ թե գաղտնալսվող խոսակցություններ են, այլ հենց իրենք են ձայնագրում, իրենք խոսում են, իրենք էլ ձայնագրում են, որովհետև այս ընտրական process-ում բազմաթիվ մարդիկ են ներգրավում, որ դու հնարավորություն չունես ստուգել, չէ՞, մարդը գալիս ասում է, այս ձեր համակիրն է, մի քիչ ինչ որ տենց ելույթներ ճառերը ասում, մարդը եկել է, մտնում է գրասենյակ, չես կարող ստուգել, թե այս մարդը ով է, հիմա ընտրողա որպես գալիս է ներկայանում, 1-2 մի հատ օգնություն է խնդրում, մի հատ սա է խնդրում, հիմա հնարավոր է ինչ որ մի հատ թերություններ արձանագրվի, այդ ձայնագրությունները դառնում են ընդհանրապես քարոզչական նյութ։ Սա ավելի շատ նաև այդ խոզարկությունները, որ այսօր էլ արդեն ավելի ինտենսիվ, հա, մի քանի օր է նկատվում են, ընդդիմադիր թևի process-ներում կատարելն է։ Դե ինչ է տեղնում, կարող ինչ որ մեկին գնան խոզարկեն, առնվազն ինչ որ թեթև կարող վախի մթնոլորտ լինի կամ հիմա շատ հաճախ մի հատ փոքր դրվագով քննչական կոմիտե են կանչում մարզային շտաբերի ներկայացուցիչներ, մարդիկ Մեղրիից, Շիրակից, Նոյեմբերյանից անդադ գալիս են, ասենք հարցաքննության, գալիս են, ասում են քննչական կոմիտե 1-2 ժամ, շատ հաճախ մենք դեպքեր ենք լսել, որ նույնիսկ չեն հարցաքննում։ Լավ, պետք չի, եկել եք գնացեք, այսինքն մարդը Մեղրիից գալիս է, առնվազն 1 օր կորցրեց իր քարոզչությունից։ Իսկն ընդհանրապես փորձում են խաթարել ընտրությունների բնականon ընթացքը։ Ձայնագրություններ չհրապարակվում ԿՊ-ից օրինակ։ Հա, իհարկե, այն որ ինչ են խոսում, ինչպես են վարչապետերը, համայնքապետերը, բազմիցս մենք էլ ենք տեղակ, թե ինչպես են նույն դպրոցների, մանկապարտեզների, համայնքային ծառայողների նկատմամբ ճնշումներ գործադրում, վախեցնում եւ պահանջներ ներկայացնում այդ մի քանի ձայնագրություններ հրապարակվեց, բայց բնականաբար դրանց որևէ ընթաց չտրվեց, որ ինչպես են մարդիկ
այդ տնօրեններին, համայնքային աշխատողներին պարտադրում գնալ այդ հավաքներին եւ նաեւ չգնալու դեպքում սպառնում ազատել։ Ես մեկ անգամ եւս կոչ եմ անում բոլոր պետական եւ համայնքային ծառայողներին, որ որևիցե ձևով չգնալ այն գործողություններին, որոնք ձեզ ստիպում են, առավել եւս համայնքային ծառայողներին, քանի որ դուք օրենքով պաշտպանված եք եւ որևիցե պարագայում համայնքային ծառայողներին հնարավորություն չկա աշխատանքից ազատել, եւ ընդհանրապես սրանք կեղծ վախեր են եւ հունիսի 7-ից հետո իշխանապողությունից հետո բոլոր այն համայնքային եւ նաեւ պետական ծառայողները, ովքեր պատշաճ կատարում են իրենց աշխատանքը, անկախ նրանից այս իշխանության օրոք են աշխատել, չէ չեն աշխատել, շարունակելու են իրենց աշխատանքը որպես բարեխիղճ աշխատակիցներ։ Դուք կարծում եք, որ իշխանապողություն լինելու է, վստահ եք։ Այո, մենք տեսնում ենք, որ հասարակության այն տրամադրվածությունը, որ կա, եւ նաեւ շատ կարեւոր է մեկ անգամ եւս կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որ անպայման գնալ ընտրության, որովհետեւ սա բացառիկ հնարավորություն է ընտրություններով իշխանապողություն իրականացնել եւ յուրաքանչյուր քվեն շատ արժեքավոր է եւ այս իշխանապողությունը ոչ թե միայն այս ընտրություններով իշխանության փոփոխության մասին է, այլ սա տասնամյակների վերածննդի հիմքն է հանդիսանում։ Ամեն դեպքում իշխանությունը, այսպես ասած, տարբեր միջոցառումներ կազմակերպեց, որոնք PR նաև ազդեցություն ունեցան Փաշինյանի վրա։ Վերջերս Մարկո Ռուբիոն եկավ ԱՄՆ պետքարտուղար, հետո եկավ JD Vance ԱՄՆ փոխնախագահը, եվրոպական 40 երկրների ղեկավարներ եկան Հայաստան եւ այսպիսի գործընթացներ այսօր նաեւ Արադ Միրզոյանն է ստորագրել փաստաթուղթ Trip Հայաստան։ Այս ամեն ինչը չի ազդում մարդկանց վրա եւ այն մեծ գումարները նաեւ ներդրումները, որոնք արվում են իրենց քարոզարշավի ժամանակ, մենք տեսնում ենք, որ այնպիսի տեխնոլոգիաներ են կիրառվում կամ այնպիսի այնպես օդի մեջ նկարներ, լուսային էֆեկտներ եւ այլն, այսինքն այս ամեն ինչը մեծ ներդրում է արված Փաշինյանի վրա։ Հիմա սա չի արդարացնում իրենց, կարծում եք չի օգնելու։ Հենց արտաքին այդ գործընթացները որևիցե ձևով ես չեմ կարծում, որ հասարակության տրամադրությունների վրա կանրադառնան, անկախ նրանից արտաքին քաղաքական որ դերակատարները ինչ դրսևորում եւ խոսույթ ունեն, այս ընտրությունները Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին է եւ Հայաստանի քաղաքացիներն են բացառապես որոշելու մեր երկրի ճակատագիրը, անկախ նրանից դրսի ղեկավարները Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն։ Մենք ականատես ենք եղել վերջին տարիներին, ամիսներին, նաեւ այլ երկրներում դրսի ղեկավարների աջակցություն, նաեւ քարոզ, բայց այդ մարդիկ իրենց երկրում պարտություն են արձանագրել, հետեւաբար սա այն չէ, որ իհարկե հնարավոր է Նիկոլ Փաշինյանի աջակիցների վրա անդրադառնալ, բայց այն աղետ են ողբերգությունը, որ այս 5 տարվա ընթացքում մենք տեսել ենք, չեմ կարծում, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաների հնարավոր այդ այցը կամ այդ փոքր դրվագները հասարակության վրա մեծ անդրադարձ ունենալու, առավել եւս գետնի վրա որևիցե փոփոխություն չկա, ինչ որ անընդհատ Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթի հետևից ստորագրում այս տարիների ընթացքում, բայց այդ փաստաթղթերի դրսևորումը Հայաստանում Հայաստանի քաղաքացիների վրա, Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ, Հայաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի կողմից հակահայ քաղաքականության ներքո, ճիշտ է, ռազմական գործողությունների էսկալացիաներ չկան, բայց Ադրբեջանը շարունակում է նոր տոնայնությունը, Բաքվի բանտում շարունակում են մնալ մեր հայրենակիցները, իհեճուկս նաև միջազգային հանրության լռության, որ այդ փաստաթղթերի փոխարեն պետք է առաջին հերթին, եթե նրանք խաղաղություն են ուզում, ոչ թե անընդհատ ինչ-որ գրառումներ անեն կամ փաստաթղթերում ամրագրեն, որ արդեն խաղաղություն է, ընդհանրապես շատ արագ պետք է գերիների հարցը լուծեն եւ սա նույնպես մեծ մտահոգություն է ուղղված միջազգային հանրությանը, որտեղ իրական խաղաղություն ցանկանալու պարագայում գերիների հարցի լուծումը շատ արագ կարող է կարգավորել միջազգային հանրությունը։ Հայաստանի սուվերեն տարածքը արդեն 3-4 տարի մի հատված է գտնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո այդ ուղղությամբ։ Նույնպես բարձրացակ լուծումը։ Բայց նոր իշխանությունը կարող է փոխել այդ առումով ինչ-որ բան։ Առնվազն նոր իշխանության համար ինչ-որ դա դառնում է արտաքին քաղաքական առաջնահերթություն, ու սկսում է զբաղվել նաև միջազգային գործընկերների հետ։ Հիմա եթե Հայաստանի իշխանությունը չի հայտարարում, որ գերիների վերադարձը մեր համար առաջնահերթություն է, չի պահանջում Ադրբեջանից, չի դիմում միջազգային կառույցներն էլ, եթե իրենց տեսանկյունից ենք նայում, հա, իրենց ասում են, եթե ձեր իշխանությունը ձեր քաղաքացիներին չի ուզում, մեզնից ինչ եք ուզում։ Թե Հայաստանը չի ասում Ադրբեջանին ձեր զինված ուժերը դուրս բերեք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, ընդհանրապես հայտարարություն, պահանջ ներկայացնի։
Այդ պահանջը, երբ որ դու ներկայացնում ես, ու սկսում ես աշխատել դիվանագիտական ճանապարհով, չէ՞։ Գնում ես միջազգային կառույցներ, գնում ես նույն Ադրբեջանի հետ ես բանակցում միջնորդների միջոցով։ Այդ միջազգային գերտերությունները, միջազգային կառույցները, ովքեր որ նպաստում են եւ ցանկանում են խաղաղություն, այդ մարդկանց պետք է ասել, որ խաղաղության համար էս կարևորը չէ։ Որտեղ եք տեսել երկու երկրի միջև խաղաղություն, որ մի երկրի տարածքի մի մասը գտնվում է մյուս երկրի զինված ուժերի ներքո։ Կա արդյոք երկու երկրներ։ Եթե նման իրավիճակում դա խաղաղություն չէ, առնվազն ինչ-որ պատերազմական կամ լարվածության վիճակում են գտնվում։ Հիմա եթե Միացյալ Նահանգները, եվրոպական երկրները, Ռուսաստանը իրոք ուզում են մեր երկու երկրների միջև խաղաղություն, առնվազն գերիների վերադարձը եւ մեր սովորեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերելը պետք է դառնա բոլորի համար առաջնահերթություն։ Ընդ որում Ադրբեջանը չունի նման պահանջներ, չէ՞, այսինքն որովհետեւ ադրբեջանցի գերի չկա, Ադրբեջանը չի ասում, որ Հայաստանը հիմա գտնվում է Ադրբեջանի տարածքում, հետեւաբար այս միակողմանի խնդիրների լուծումը պետք է դառնա արտաքին քաղաքական կարևորագույն օրակարգ։ Այս օրերին նաև իշխանության կողմից ներկայացում է, որ Ռուսաստանից մարդիկ են գալիս, բերված մարդիկ են, իրականում այդքան աջակից չունի ուժեղ Հայաստանը եւ այդ մարդիկ գալիս են հատուկ, որպեսզի քվեարկեն նրա օգտին, նրանք ֆինանսավորվել են այնտեղ, իրավապահ համակարգից նաև տեղեկություններ փոխանցել, որ մեկ անց գումար է վերցրել, որ գա Հայաստան։ Այս տեղեկությունները եւս ինչ որ քաղաքական նաև քարոզչական բնույթ ունեն։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է մասնակցել ընտրությունների։ Ցավոք մեր օրենսդրությունը չի նախատեսում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ընտրությունների մասնակցություն։ Բայց մեր իշխանությունների օրինակ սիրելի երկիրը Մոլդովան, որին անընդհատ փորձում են նմանվել, այս նաև այս ընտրական process-ներում, նախատեսում է Մոլդովայի քաղաքացիների կողմից ընտրություն Մոլդովայից դուրս։ Ընդ որում Մոլդովայի գործող իշխանությունը եւ նախագահական ընտրությունները եւ խորհրդարանական ընտրությունները եւ Եվրամիության անդամակցության հանրաքվեն հաղթել է բացառապես Մոլդովայից դուրս գտնվող քաղաքացիների քվեարկության շնորհիվ։ Բայց չգիտես ինչի Հայաստանի իշխանությունները այդ հնարավորությունը չեն ընձեռում։ Ընդ որում այդ հնարավորությունը Հայաստանի օրենսդրությունում կար, փակվել է նախկին իշխանությունների օրոք։ Այսինքն այդ իշխանությունը, որ անդադ նախկին իշխանություններից դժգոհում է, նախկին իշխանությունները 2003 թե 4 թվականի ընտրական օրենսգրքի փոփոխություններով արգելեցին Հայաստանի քաղաքացիների քվեարկությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։ Եվրոպական բազմաթիվ երկրներում այդ հնարավորությունը կա եւ զարմանալի է, որ դեպի Եվրոպա, եվրոպական արժեքներ, եվրոպական բարեփոխումներ գնացող իշխանությունը զարմանում է, որ Հայաստանի քաղաքացիները, ովքեր լիարժեք հնարավորություն եւ իրավունք ունեն ինտեգրվել Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքին, ստիպված գալիս են Հայաստան քվեարկելու փոխանակ ձեռնարկեն հնարավորություններ, որ Հայաստանի քաղաքացիները քվեարկեն դրսում։ Հիմա այդ հնարավորությունը կա, մարդիկ օգտվում են։ Հիմա ասել մարդիկ դե ինչ որ տարիներ ստեղ, ընդ որում Հայաստանի քաղաքացի լինելով հանդերձ այդ մարդիկ նաև ունեն պարտականություն։ Այնպես չէ, որ միայն գալիս են ընտրություններին, անկախ նրանից Հայաստանի քաղաքացին ինչ ժամանակով է Հայաստանից հեռացել, ինքը շարունակում է Հայաստանի Հանրապետությունում ունենալի պարտականությունները։ Եվ ներկայացում է, որ իբրև բոլորը Սամվել Կարապետյանն են գալիս ընտրեն, բայց մենք օրինակ հարցումների ժամանակ տեսնում ենք, կան մարդիկ, որ Փաշինյանին են աջակցում։ Նախ Հայաստանի քաղաքացիների կողմից Հայաստան այցելությունները, եթե մոնիտորինգ անենք կամ բացենք ազգային վիճակագրական ծառայության տվյալները, Հայաստան տարեկան մի քանի միլիոն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է գալիս։ Եթե ես չեմ սխալվում, մինչև 3 միլիոն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է յուրաքանչյուր տարի գալի Հայաստան։ Միջին ամսական, լավ, հիմա եթե նույնիսկ այս թիվը սխալ եմ ասում, բայց գոնե մի 100-200 հազար քաղաքացի ամսական գալիս է Հայաստան ամեն տարի։ Առավել եւս ամռան, ընթացքում մարդիկ գալիս են նաև ամռան ընթացքում Հայաստանում են լինում եւ այս մայիս-հունիս ամիսներին Հայաստանի այցելությունները միշտ բավականին շատ են լինում, այսինքն այնպիսի տպավորություն է այս իշխանությունների մոտ, որ Ռուսաստանից Հայաստան միջև այսօր մարդ չի եկել, հենց գալիս են այս վերջի մի քանի շաբաթը։ Ամեն օր Ռուսաստանից Հայաստան մի քանի տասնյակ թռիչքներ կան։ Այդ եղել է մի ամիս առաջ, եղել է մի տարի առաջ, բա մի տարի առաջ այդ մարդիկ, այսինքն ինչ էր պատկերացնում այս իշխանությունները։ Հենց այս ընտրությունների ժամանակ մարդ չգայել եմ պիտում եկեք, ես ինքս եմ ուսումնասիրեմ, նաև լավ առիթ եմ կճավերի։ Կամ բոլորը գումարի դիմաց են եկել։ Թվերը կճշտեմ, բայց ես վստահ եմ, որ յուրաքանչյուր ամիս Հայաստան 100,000-ից ավել Հայաստանի քաղաքացի է գալիս։ Հիմա հերթական անգամ գալիս են, որ ասել տենց ինչ որ մեծ ծավալի մեր օթանավականը չի կարող սպասարկել
ցանկության դեպքում տենց միլիոնավոր քաղաքացիների։ Դե այստեղ որևիցե բան չեմ տեսնում, իմ Հայաստանի քաղաքացիները երբ որ գալիս են եւ նույնիսկ sense մի փոքր վարժություն է որ անենք, յուրաքանչյուր օր մոտ մի 10 թռիչք էլ յուրաքանչյուր օր կարող գալ 1000-2000 մարդ օդանավականով, չի կարող 100,000 հոգի մի օրում գա։ Լավ 1000-2000 հոգի եկան։ Լավ ասենք 10 օրում եկան 10-20,000 հոգի էլի, այսինքն այդ 10-20,000 հոգին ունեն շատ ցածր գրեթե զրոյին մոտիկ ազդեցություն ընտրությունների վրա, եթե նույնիսկ այդ բոլորը ովքեր եկել են, գալու են մասնակցել ընտրություններին ու մասնակցել հերթական անգամ այդ մտածածին վախերն են այդ հիբրիդային պատերազմի շրջանակներում ինչ որ իրենց այդ թեզերն է վայ Ռուսաստանից կսահմանափակվեն այս ճնշումներով, թե այս մի քանի օրերին կարող ենք շատ անսպասելի իրադարձություններ իրականացնել։ Այս իշխանությունից երկը ոչինչ բացառել հնարավոր չէ։ Ես չեմ բացառում, որ առաջիկա օրերին առավել եւս այդ մարզային ընդդիմադիր շտաբերի նկատմամբ process-ը խանգարելու, հա, գործընթացը ավելի կսրվի, խոզարկություններ, հարցաքննություններ, այսինքն մարդկանց որ ուղղակի զբաղեցնեն իրենց ընտրական process-ից կտրեն, հետո բնական է բաց են թողելու, նաև ընտրության օրը չեն բացառում, որը նաև խոչընդոտի ընտրությունների վերահսկողության մասով գործընթացի կազմակերպած վստահված անձանց process-ի մեջ կարող է փորձեն խոչընդոտներ իրականացնել, բայց սա խոսում է այն մասին, որ իշխանությունը հասկանում է, որ լուրջ խնդիր ունի վերարտադրվելու։ Հակառակ պարագայում, եթե իրենք իմանային, որ ամեն ինչ լավ է, որովհետեւ խնդիր չէին առաջացնի, ասում հանգիստ կնստեն կվայելեն։ Դե ասում է ձեր դարդը լացեք ընդդիմությանը, ինչպես դավեսկա եղակ նախորդ խորհրդանում, ինչպես տեսնում հիմա էլ եք նույնը լինելու։ Դե նախորդ իշխանությունների ժամանակ ԱԱՑ գործակալ հանդիսացող Արարատ Միրզոյանը կարծում եմ ամբողջովին տապալել է իր անելիքները եւ փոխանակ զբաղվի արտաքին քաղաքականության առանցքային մարտահրավերներով, մեր գերիների վերադարձով։ Այս մարդը մի ամիս արձակուրդ է գնացել եւ ընկած յուղերգու քարոզչություն է անում, այս ողբերգությունը, որ արտգործ նախարարը, պաշտպանության նախարարը, երկրի վարչապետը, կառավարության ճնշող մեծամասնությունը արդեն մեկ ամիս է չեն աշխատում։ Քարոզոշավ են անում։ Հա, ու մի երևի դուք էլ կարձանագրեք, որ այս մեկ ամսվա ընթացքում որովհետեւ աղետ տեղի չի ունեցել Հայաստանում։ Իսկ այս մարդիկ մեկ ամիս եթե չեն աշխատում, տեսեք ինչ լավ է ամեն ինչ։ Հետաբար այս ժողովուրդը պետք է տեսներ, այս մարդիկ դուք եք տեսնում, չէ՞։ Հա, դուք եք տեսնում, չէ՞, այս մարդիկ չեն աշխատում։ Այսինքն դուք տեսնում եք, որ այս մարդիկ ամբողջ օրը զբաղված են ուտելով։ Ուղիղ եթերում ամբողջ օրը ուտում են։ Այս գյուղում, այն գյուղում, ավտոբուսի մեջ, խանութում, ֆուդ-կորտում։ Հիմա այս մարդիկ որևիցե պետական ֆունկցիա ի պաշտոնե չեն իրականացնում, այսինքն օրենքով այս մարդիկ արձակուրդ են, օրենքով այս մարդիկ մի ամիսա չեն աշխատում, ժողովուրդ ջան։ Ու փառք Աստծո, որ այդպես աղետ չի եկել, հետեւաբար, այո, հիմա երկրում անիշխանություն է, այսինքն Հայաստանում իշխանություն չկա մեկ ամիսա, որովհետեւ մեկը չի կառավարում երկիրը։ Հիմա մեզ ինչ է պետք, որ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի չլինելը որևիցե խնդիր չի առաջացնում, այսինքն Նիկոլ Փաշինյանի չլինելը նույնիսկ իշխանություն չունենալը արդեն լավ է։ Հիմա հետեւաբար հունիսի 7-ին ձևավորելով արդյունավետ եւ հայրենասեր իշխանություն, մենք մեր բոլոր խնդիրները շատ արագ կկարգավորենք։ Եվ նաեւ խոսենք Ռուսաստանի այդ հարաբերությունների մասով, փաստորեն կոնկրետ ապրանքներ թույլ չեն տալիս, որ գնան Ռուսաստան, եւ այսօր էկոնոմիկայի նախարարությունից պնդում են, որ պտուղ բանջարեղենի ծաղիկների համար կսահմանվի փոխհատուցում, այս հարցերը հնարավոր է լուծել եւ նաեւ նշվել էր, որ մաքսատուրքերը դեպի Եվրոպա արտահանելու ապրանքների նվազեցվել։ Նախ հերթական անգամ մանիպուլացնում են մեր տնտեսվարողներին։ Այսօր ես նաև մանրամասն նայեցի այդ որոշումը վերաբերում է հունիսի 1-ից հուլիսի 1, այսինքն այս ամիս երբ որ արտահանում են, ինչ որ յուրաքանչյուր կիլոգրամի համար փոխհատուցում են տալիս։ Բա հետո, այսինքն ակնհայտ է ընտրությունների process-ում կառավարությունը փորձում է սիրաշահել կամ գոնե մեղմել այն դժգոհությունները, որ տնտեսվարողները ունեն։ Ընդհանրապես այս մեկ ամսվա ընթացքում հետագայում խնդիրները շարունակվելու են, որովհետև Ռուսաստանի կողմից մեր ապրանքների ներմուծման խնդիրները իրենք արագ կարգավորման անհրաժեշտություն ունեն, որովհետև բիզնեսի մեջ, ասում եմ, բաց տեղը դատարկ չի մնում։ Մենք եկել Ռուսաստանի տեսանկյունից նայենք, Ռուսաստանը ինչ-որ ապրանքներ է ներմուծում, երբ որ այդ ապրանքները չկա, դրա տեղ պետք է այլ ապրանքներ լինեն, չէ՞, նշանակում է կար չէ պահանջարկ ելակի գյուղմթերքի։ Հիմա եթե 1-2 ամիս այդ ապրանքները չեն հայտնվել ռուսական շուկա, հայտնվելու են այլ երկրների ապրանքներ։ Ու երբ որ այդ այլ երկրների ապրանքները հայտնվելու են, նրանք ամեն ինչ անելու են, որ մնան։
Այսինքն շատ դժվար է լինելու հետո վերականգնել այս հնարավորությունը։ Իսկ ասում են տանենք Եվրոպա։ Հիմա երբ որ տանում ես Եվրոպա, միջև այսօր չես տարել, նշանակում է միջև այսօր Եվրոպան էլ է իր պահանջարկը ապահովել, չէ՞, այսինքն ուրիշ երկրներ, տեղական արտադրողներ ապահովում են Եվրոպայում գյուղմթերքի պահանջարկը։ Հիմա որ հայկական արտադրանքը գնում է Եվրոպա, բայց ում է հաղթելու, ով է դուրս գալու շուկայից։ Այսինքն սա տնտեսական պարզ մեխանիզմ է, որ մի ապրանք, երբ որ հայտնում է մի շուկան, պետք է մյուս ապրանքը այնտեղից դուրս մղվի։ Այնպես չի, չէ՞, որ տենց սկսելու են եվրոպացիք ավելի շատ ելակ ուտեն կամ ռուսները ընդհանրապես ելակ չուտեն։ Իսկն ինչ որ մի շուկայում, ինչ որ մեկը հայտնվելու է դա։ Իսկ շատ բավականին բարդ process է, այնպես հեշտ չէ, որ շատ արագ էլ չասած, որ այն խնդիրները, որ ռուսական կողմը արձանագրել է մեր պտուղ բանջարեղենի մոտ, ես վստահ եմ, որ դրանից ավելի մեծ պահանջներ են դրվում Եվրոպայի կողմից։ Չէ՞, բոլորս գիտենք այդ սանիտարական սննդի անվտանգության։ Այ չափանիշներին համապատասխանելու համար բա եկեք Հայաստանում անենք, օգնենք այդ տնտեսվարողներին։ Ես հիմա չեմ ամենևին դժգոհություն հայտնում մեր գյուղմթերք արտադրողներին, բայց այո, ես չեմ բացառում, որ այդ գյուղմթերքների որակը շատ հաճախ սննդի անվտանգության մասով խնդիր ունի։ Ես եմ հասկանում, արդյոք Հայաստանի սննդի անվտանգությունը ստուգել է։ Կա Հայաստանի պահանջներին բավարարում է այդ արտադրված ելակը, արտադրված բանջարեղենը, թե էլի մենք է խնդիր ունենք, բայց աչք ենք փակել։ Հիմա հետեւաբար դա հանել, արտահանել Եվրոպա, առավելևս գյուղմթերք, որի պիտանելությունը օգտագործում, ասենք, մի քանի օր է, չէ՞, այսինքն հիմա տենց ես վստահ եմ անհնար է Եվրոպա արտահանել տենց 1-2 օրում։ Չէ՞, Եվրամիության մուտքի համար, եթե մենք հնարավորություն ունենանք, այս քան տարվա ընթացքում ակնհայտն է, որ Եվրամիությունը կփորձի ինչ որ ծրագրերով աջակցել, հնարավոր է ինչ որ քարոզչական աջակցություն է, բայց դա կարճաժամկետ է եւ մեր տնտեսվարողները պետք է հասկանան, որ այս քարոզչական գործոններով հույս դնել կառավարության գործունեության վրա սխալ է։ Սրա լուծումը էլի պետք է ունենալ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների հստակ կարգավորում եւ ապահովել ոչ միայն եղած գյուղմթերքների, այլ նաև ռուսական շուկան, Եվրասիական տնտեսական միության շուկան այնքան մեծ է, որ Հայաստանը բազմաթիվ ապրանքներ կարող է արտադրել եւ արտահանել Ռուսաստան եւ այդ ուղղությամբ միայն որակյալ իշխանությունը կարող է զբաղվել։ Իսկ այս իշխանությունը ուղղակի են, որ ոչինչ չլինի Ռուսաստանի հետ անընդհատ խնդիրներ է առաջացնում, որը տեսնում ենք, այս իշխանության վրա չի անդրադառնում, չէ՞, այսինքն այդ իշխանության արտադրանքը չէր արտահանում։ Այս իշխանության վարած քաղաքականության արդյունքում տուժում են մեր հայրենակիցները միայն։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։